Բոլորին բարի օր։ Mountain Eye Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ, Տավուշ 2026 թվականի ներողություն 2026 թվականի հունվարի առաջի 10-օրյակ 2000 մետր բարձրության վրա մեր անգուստները սև անգուստները հիմա ձմեռային մեր պահոստարված արոտավայրում են եւ մենք փաստորեն այս արոտավայրում իրենք ոչ միայն ուրեմն կերակրվում են, այլև նախապատրաստում են այդ արոտավայրը գարնան համար նոր առատ սեզոնի համար ջերմաստիճանները 0-ից բարձր են, քամիներն են մի քիչ խանգարում, 0-ից բարձր, ասենք 3-4, այսօր եղել է 2, բարձրն իհարկե, բայց խնդիր է լինելու, ներողություն, խնդիր չի լինելու, եթե իջան ջերմաստիճանները, նույնիսկ ավելի շատ իջան ներքև, ասենք, մենք ունեցել ենք -15 այստեղ եւ կենդանիները շվեսեցնում եք ողջ առողջ են։ Ես մի քանի անգամ ասել եմ, թե կրկնեմ այդ նույն ասացվածները, որոնք ըստ երևույթին ես եմ հեղինակել։ Կովերը կամ ոչխարները իրենք չգիտեն ինչ է նշանակում կենտրոնական ջեռուցման համակարգ։ Իրենց համար տաքությունը, էներգիան եւ կենտրոնական ջեռուցման համակարգը դա կետն է։ Եվ կեր նշանակում է մեր դեպքում արոտ, եւ մեր դեպքում նշանակում է լավ արոտ, որովհետեւ նա պահոստավորված է։ Եվ երկար տարիներ, ներողություն, երկար ամիսներ չի եղել այստեղ հարացածում, մենք փակել ենք այս արոտավայրը։ Իմ մոտ ուժեղ քամի է, իմիջիալոց եթե այս տեսանյութը հայտնվեց մեր YouTube-յան ալիքում, իմացեք, որ ես օգտագործում եմ ֆիլտր, որով հեռացնում եմ քամու ձայնը, հնարավորին չափ, որպեսզի կարողանաք ինձ լսել։ Եվ այսպես ջեռուցման համակարգ իրենք չգիտեն ինչ բան է եւ պետք էլ չի իրենց մաքուր ուտ է պետք, իրենց լավ արոտավայր է պետք։ Եթե դու կավորված խոտով պետք է կերակրեք, որը մենք մերթ ուրեմն ստիպված ենք լինում, որովհետեւ ամբողջ արոտավայրը փակվում են, իմացեք իրենք քաշ են կորցնելով։ Եթե ուզում եք բարձրարժեք, չգիտեմ, թանկ արժեք, ոչ թե բարձրարժեքը լավ իմաստ ունի, թանկ արժեք խտացրած կերեր առնեք կամ հատիկային, հուսով եմ, որ դուք հաշվարկել եք ձեր ծախսերը եւ ինչ եք ստանալու դրանից։ Ինձ թվում է, որ դա արդյունավետ չէ։ Իսկ այս խոտը, որը դեռ կպած է իր արմատի, նույնիսկ տեսեք, մենք ստեղ նույնիսկ կանաչ խոտ ունենք որոշ չափով, որը շատ հարմար է իրենց հետ հիմա։ Սա լավագույն գերակրումն է եւ իրենք իրենց եւ կերակրում են այս կենդանիները եւ պարարտացնում են եւ պատրաստում են այս արոտավայրը գարնանային, այսպես ասած, ծոփքին։ Ձմեռը նաեւ կարեւոր է ստրեսի չենթարկել կենդանիներին, ժողովուրդ, ինչքան հնարավոր է քիչ ստրեսի ենթարկել կենդանիներին։ Իրենք առանց այդ էլ ստրեսի միջով են անցնում եւ ստրեսը իմիջիալոց չի նշանակում, որ ինչ որ լավ պայմաններից վատ պայմաններ են կտրուկ տեղափոխվում։ Ոչ։ Ստրեսը նաեւ վատ պայմաններից դեպի լավ պայման, դա փոփոխություն կտրուկ զգուշ պետք է լինել։ Դրական բացասականը նույնպես ստրես է։ Այսինքն աշխատել, որպեսզի հանգիստ թողել իրենց, չանհանգստացնել, արոտավայրը միշտ լինի, ջուր լինի միշտ ազատ եւ արոտավայր եւ ջուր, լինի ուրեմն
հանգստանալու հնարավորություն։ Օդը մաքուր լինի անպայման։ Տեսեք, մենք ձյուն ենք սպասում 2-3 օրից, 2 օրից։ Մենք ձյուն ենք սպասում ու դա ստրես է լինելու կենթանիների համար, եթե մենք իրենց տեղափոխենք այն ներքևի այն զորակը, որտեղ մենք որոշ չափով պահոստավորված խոտ պետք է ունենանք։ Ինչ է նշանակում ստրես։ Լավ, մենք իրենց հանգիստ կտեղափոխենք ներքև, ասենք չի լինի բան, այդքան չենք անհանգստացի, բայց տուկավորված խոտով կերակրելը դա կլինի կերային ստրես։ Իսկ իրենք իմացնում են ամենանուրբ, ամենազգուշ, ամենավտանգավոր, բայց նաև ավելի ամենաօգտակար սեզոններից մեկը, որ իրենց համար, որը ձմեռն է։ Դա կարևոր է։ Հանգիստ թողել այս կենթանիներին, լավ արոտավայր տալ։ Դրա համար մեր այս պահոստարված արոտավայրը, որը մենք հիմա տվել ենք, բավական լայն ենք տվել, որպեսզի իրենք գոնե մի քիչ ազատություն ունենան նաև փոխելու տեղամասը իրենց եւ տեղամասերը միշտ նույն խոտը չի, միտեղ լավ է, միտեղ վատ է, միտեղ որակը ուրիշ է, միտեղ երեքնուկը շատ է, մյուստեղ քիչ է։ Դա կարևոր է, որպեսզի իրենք ընտրություն ունենան, որովհետեւ նորից կերային ստրեսին իրենց չպետք է ենթարկենք։ Կան մայրեր, որոնք իրենց փոքրիկներին դեռ կերակրում են, հա, սա ուրեմն ապրիլում մայիսին ծնվածները 4, 8, 9 ու 7-ից 9 ամսական փոքրիկներ են, սովորաբար մայրը կտրում է իրենց գաթից ինքը արդեն ծնից 2 ամիս առաջ կլինի այդ ծինը ապրիլին, մայիսին կամ հունիսին, բայց հատկապես հիմա մայրերին բավական կաթ է պետք, որպեսզի կարողանան փոքրերին կերակրել։ Եվ լավ է, որ փոքրերը նաև հիմա արածում են եւ կաթը ընդամենը հավելյալ էներգիայի աղբյուր է փոքրիկի համար, բայց դա դուրս է գալիս մեծից, այսինքն մայրից։ Այնպես որ կարևոր է պահել արոտավայրը լավ վիճակում։ Դա շատ կարևոր է։ Մենք պետք է զգուշ լինենք ձմռանը։ Երբ որ պահում են գոմերում կենթանիներին, դա զգուշություն չի, բոլորովին, որովհետև լավ չեն կթում գոնե էլի ստրեսին չի ենթարկում կենթանիներին։ Դու գիտեք, որ սևանգուստներին մենք ընդհանրապես չենք կթում, իրենք մսատու կենթանիներ են։ Բայց գոմերում պահելը դա ստրես է, անպայման։ Հիմա նայեք, որ մարդիկ կպահեն գոմերում, որոնք իրենք կկառուցեն եւ թանկ կնստի, եւ պլյուս դա վատ է կենթանիների համար։ Եվս մի ասացվածք, որի հեղինակը ես եմ։ Գոմերը չեն կառուցվում կենթանիների համար, ժողովուրդ, գոմերը կառուցվում են մարդկանց համար, որպեսզի իրենք կարողանան հեշտությամբ աշխատել կենթանիների հետ։ Բայց դա արվում է եւ տնտեսվարողի հաշվին գումարի տեսանկյունից եւ կենթանիների հաշվին առողջության տեսանկյունից։ Գոմերում կենթանիները հիվանդանում են եւ այս արհավիկները, որ լսում եք, բրուցելոզ, դապախ եւ այլն, դա ապագա չի։ Դրա համար է մեր երկրի խոշոր երջահոր եւ մանր երջոր կենթանիների գլխականակը գահավիժում, կատաստրոֆիկ կերպով։ Մի քանի տարվա մեջ, ուրեմն 30%-ով։ Իմիջիալոց հոդվածները կան, կարող եք նայել մեր կայքի վրա, որի հղումը տեղադրված կլինի այս տեսանյութի տակ։ Այնտեղ կան հոդվածներ, հաշվարկներ եւ ընդհանրապես մեր տեսլականը, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի անասնապահությունը ամբողջությամբ վերականգնողական եւ արոտային։ Ես նույն իրավիճակի մեջ եմ լինում, երբ որ չեմ կարողանում տեսնել ժամանակը, բայց ինձ թվում է դեռ մի քանի րոպե ունեմ։ Եվ այսպես
Ինչ են անում կենդանիները, 3 ժամ է, որը նշանակում է, որ իրենց համար հանգիստը եւ արևը առավելագույն պետք է իրենք ընդունեն, դա էլ է շատ լավ էներգիայի աղբյուր, հանգիստ, արևի լոգանք, քամին ընդհանրապես չի օգնում ամեն դեպքում, լավ քամի չի լինում է քամի եւ դա միշտ վատ է կենդանիների համար, բայց դե եւ կենդանիներին գոնե ինչ որ չափով գոնե ստիպում է անընդհատ արածել, որը կարևոր է։ Եվ հիմա իրենք ասենք զարի մի քիչ թուլացավ, իրենց մոտ կմիանա այդ բնական կոճակը, որն ասում է արա գնա եւ տաքացիր, շուտ արա, տաքացիր, արևը գնաց։ Իսկ դա նշանակում է, որ նա պետք է գնա եւ արածի։ Եվ դրա համար պետք է լինի արոտավայր։ Այս արոտավայրը, որը կիսով չափ բաց է, հիմա ամեն օր բացվելու է, ամեն օր։ 2 օրից ձուն կգա, երևի որոշ չափով կփակվի, մենք տեսնենք ինչ անենք, որպեսզի կենդանիները ունենան լավ արոտավայր, որովհետև լավ արոտավայրը կարևոր է ձմռանը, անհրաժեշտ է, պարտադիր է։ Եվ դրանից հետո նորից սկսեն բացվելը, միգուցե նորից կփակվի իմջալոց այս տարի մեր մոտ ձմեռը շուտ է եկել, մենք իջեցրել ենք կենդանիներին, էվակուացրել ենք Ջրաղացի ձորից, տարել ենք Գեղատապ, այստեղից 3-3.5 կիլոմետր հարավ, այնտեղ մեր ձմեռային ճամբարն է եւ ծածկի տակ եւ կերակրել ենք խոտով դուկավորված 8 օր ընդամենը ժողովուրդ 8, բայց այդ 8 օրը ոնց որ մենք չպետք է անենք, որովհետեւ անցած տարի մենք իջել ենք Գեղատապ փետրվարի 10-ին թե 12-ին, այսինքն մենք ամբողջ հունվարը եղել ենք դեռ վերևում այստեղ, հա, եւ իջել ենք եւ հետո նորից մարտի վերջին բարձացել ենք։ Հիմա դա նշանակում է, որ մեր մոտ իսկապես պետք է գար, ասեմ, մեր կարծիքով պետք է ձմեռը գար փետրվարի վերջին, բայց եկավ դեկտեմբերի վերջին, 2 ամիս շուտ, բայց բացեց, որովհետև մեզանից տարել է այդ վաղահաս ձմեռը ընդամենը 8 օր, եւ մենք մի անգամից, երբ որ ամենափոքր հնարավորությունը եղավ, բարձրացել ենք կենդանիներին վերև արոտար, որովհետև իրենք կորցնում էին քաշ։ Ինձ թվում է իմ ժամանակը հիմա պետք է արդեն շուտով ավարտվի։ Հարգելիներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեր ալիքին հետևելու համար։ Բոլորիդ հարցերին ուրախ եմ պատասխանել եւ ստանում եմ բարեմաղթանքներ աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր։ Եվ մեր YouTube-յան ալիքի ստատիստիկան, որտեղից են մեզ դիտում, ուղղակի ուրախացնում է։ Ամբողջ աշխարհն է դիտում։ Ամբողջ աշխարհը, ես չգիտեմ ոնց են թարգմանում, ես սուբտիտրեր փորձում էի դնել, հետո ալգորիթմը փոխեց, YouTube-ը դեռ աշխատում եմ դրա վրա, որպեսզի գոնե ինչ որ թարգմանություն լինի, ինքս չեմ ուզում նստեմ թարգմանեմ։ Եվ այսպես նախ շնորհակալություն հավանելու եւ տարածելու մեր տեսանյութերը նույնպես դրա համար շատ շնորհակալություն, դա էլ է մեզ համար շատ կարևոր, որպեսզի ինչքան հնարավոր շատ մարդ դիտի։ Անպայման այցելեք մեր կարգեջը, ժողովուրդ, որի հղումը դրված է այս տեսանյութի տակ։ Այնտեղ կգտնեք եւ հոդվածներ, եւ հետաքրքիր նորություններ, այնտեղից կարող եք ուրեմն առցանց գնել մեր արտադրանքը կամ իմանալ որտեղից գնել կամ որտեղ է վաճառվում կամ պատրաստվում եւ մատուցվում։ Մենք այս տարի արդեն նորից ավելի շատ հյուրեր ենք ունենալու, կարող եք այցելել ֆերմա, մի խոսքով, մնացեք մեզ հետ, որի համար շատ շնորհակալ եմ, ստեսություն եւ կհանդիպենք։